ցուցահանդեսի մասին կպատմեք ինչ օրը պարզ է ինչու այսօր, բայց ինչու հենց Արմավիրը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ինչպես գիտեք, զբաղվում է անհայտ կորածների հետ կապված հարցերով, իր ուշադրության կենտրոնում պահելով թե ընտանիքների խնդիրները, թե իշխանությունների, անպատասխան իշխանություններին տեխնիկական եւ այլ կարևոր, այսպես ասած, աջակցություն առաջարկելով եւ խոսքը գնում է այստեղ տարիների մասին, քանի որ ունենք անհայտ կորածների դեռևս 90-ականներից, ինչպես նաեւ վերջին շրջանում 2022 թվականների հետևանքով սրացման, հակամարտության սրացման հետևանքով եւս կան անհայտ կորածներ, որոնք կազմակերպությունը գրանցել է հիմնվելով հենց ընտանիքների դիմումների վրա եւ անցյալ տարի մենք կատարել ենք կարիքների գնահատում հիմնականում 2020 թվականի հակամարտության սրացման հետևանքով անհայտ կորածների շրջանում, որը թույլ է տվել մեզ հասկանալ տարբեր խնդիրներ, որոնք զբաղվում են ընտանիքները այս ընթացքում, այս սպասման ընթացքում, եւ սա հիմք հանդիսացավ մեր կազմակերպությանը վերջին ամիսներից նախորդ տարվա սկսել ընտանիքների սատարում ծրագիրը։ Նմանատիպ ծրագիր մենք իրականացրել ենք նաեւ 90-ականների հետևանքով անհայտ կորածների ընտանիքների համար, սակայն այդ ծրագիրը ավարտելուց հետո ցավոք եղավ սրացման հետևանքով եւս հիմա նոր այսպիսի ծրագիր ուղղված է ավելի շատ այս վերջերս անհայտ կորած անձանց ընտանիքների կարիքների հասցեագրմանը եւ այս պարագայում մենք նախանշել ենք աշխատանքներ տարբեր տեսակի, որոնք վերաբերում են թե անձանց հոգեսոցիալական խնդիրներին եւ դրանց հասցեագրմանը, տնտեսական, իրավաբանական եւ մի շարք այլ եւ այս խնդիրներով մենք սկսել ենք զբաղվել տարբեր ընտանիքների հետ եւ այդպես խմբավորելով հիմնականում իրենց տարբեր մարզերով եւ այլն։ Այսինքն սկիզբը դրվել է Արմավիրից, այս առումով կարելի է այդպես ասել եւ ինչ որտեղ նաեւ բնական ստացվեց, որ ընտանիքները այս տարի հենց Արմավիրի ընտանիքները հանդես եկան նման գաղափարով, որ անհայտ կորածների միջազգային օրվա ընթരാճ կազմակերպեն ինչ-որ մի հանրային միջոցառում, որ կփորձեն իրենց ձերը, իրենց սպասման, այսպես ասած, մարմնավորումը ինչ-որ ձևով ներկայացնել հանրությանը, իրենց համայնքին եւ մեր եւ հայկական Կարմիր խաչի ընկերության, մեր գործընկերների հետ միասին մենք նախաձեռնեցինք իրենց ընտանիքների այս գաղափարի հիման վրա նման ցուցահանդես։ Այդ ցուցահանդեսի հեղինակն է Արեգ Բալայանը, լուսանկարիչը, որը այս ընթացքում մեր հետ միասին աշխատել է ընտանիքների հետ եւ նրանք փորձել են այսպես լուսանկարների միջոցով հաղորդել, փոխանցել մարդկանց այն ինչ որ իրենց համար սպասում է եւ ինչերով են իրանք անցնում, ինչ ուզերով, ինչ տառապանքներով կարելի է ասել ապրելով այս 3 տարիների ընթացքում ամերոշության մեջ ցույց տալ այսպես վալ տեսքով։ Թվային տվյալներ կան, թվային տվյալ։ Անհայտ կորածածեր մոտ գրանցված։ Մեր վերջին տվյալներով, ամբողջացված տվյալներով եւ ինչպես ես կուզեի այստեղ շեշտել մեր տվյալները, որոնք մենք հավաքագրում ենք հիմնվելով ընտանիքների հայտերի վրա, 298 հոգու անուն գրանցված է որպես անհայտ կորած 2020-22 թվականների ընթացքում հակամարտության ստացման հետևանքով։ Հայաստանում միայն թե Հայաստան-Արցախ։ Սա խոսքը գնում է Հայաստանում մեր գրանցված տվյալների մասին։ Ես կարող եմ Հայաստանի մասին ավելի շատ ասել, բայց կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ հիմնական մեծ մասը անհայտ կորածների Հայաստանն է։ Բռնի անհայտացման Եթե խոսքը գնում է ընդհանուր Հայաստանում մեր գրանցված անձանց մասին 90-ականներից 90-ականներից եւ 2020, այսինքն ընդհանուր շուրջ 700։ բռնի անհայտացման դեպքերի վերաբերյալ ինչ որ տվյալներ ունեք բռնի անհայտացման դեպքերում։ Բռնի անհայտացում ես երևի թե չի տարանջատի բռնի անհայտացում, որովհետև հիմնականում հակամարտության հետևանքում անհայտացած անձինք եւ իրենց ընտանիքները երբ որ մեզ մոտենում են եւ գրում անուն անձի, որը անհայտ է կորել հակամարտության հետևանքով, սա մեր համար արդեն հիմք է եւ հանդիսանում, որպեսզի իր անունը եւ իր մասին տվյալները գրանցենք եւ այդ ամբողջական տվյալները նաեւ
իրենց հերթին հիմք են, որպեսզի մենք արդեն իշխանությունների հետ աշխատենք, փոխանցելով մեր հավաքագրած տվյալները, ի միջայլոց այդտեղ խոսքը գնում է մանրամասն տվյալների մասին, յուրաքանչյուր անձի մասին, սա մեծ անկետա է։ Ի հավելումն դրան, մենք նաև խրախուսում ենք ԴՆԹ նմուշների հավաքագրումը, որը նույնպես կազմում է այդ հայթի, այսպես ասած, մաս։ Անպատասխանատու ասացիք, հա, իշխանությունները ինչ պիտի անեն, որ չեն պատասխանատու պատկան մարմիններ ավելի։ Այսինքն պատասխանատու ես որ ասում եմ, ես հաշվի եմ առնում միջազգային մարդասիրական իրավունքով ամրագրված պահանջը, ըստ որի ընտանիքները իրավունք ունեն իմանալու, թե ինչ է կատարվել իրենց ահայտ կորած հարազատի հետ հակամարտության կոնֆլիկտի հետևանքով։ Եվ այս առումով, երբ ասում պատասխանատվությունը դա իշխանությունների ձեռքերում է տրամադրել այդ հարցերը եւ անել ամեն հնարավորը, որպեսզի հնարավորինս շատ անձին կարողանան որոշել եւ հասկանալ թե իրենց հարազատի ճակատագիրը։ Ինչ է արվում, այստեղ կարելի է ասել, որ մենք աշխատում ենք սերտ վերստեղծված հանձնաժողովի հետ, միջգերատեսչական հանձնաժողով, որ զբաղվում է պատանդների, անհայտ կորածների եւ ռազմագերիների հարցերով։ Այս առումով մենք առաջարկում ենք մեր տեխնիկական աջակցությունը, մենք աշխատում ենք ոչ միայն առկա խնդրի հետ, այլ նաեւ փորձում ենք աջակցել եւ առաջարկել մեր ծառայությունները առաջիկա եւ հետագա հնարավոր անհետացումները կանխելու ուղղությամբ, օրինակի համար խոսքը գնում է եւ մեր ընդգրկվածությունը դատաբժշկական ծառայությունների հետ մենք փորձում ենք թե փորձի փոխանակման, կարողությունների ամրապնդման միջոցով աջակցել այդ process-ին եւ կամիջո մեխանիզմների ձևավորմանը։ Աշխատում ենք նաեւ դինակիրների հետ, պաշտպանության նախարարություն եւ այլ մարմինների հետ, որտեղ որ այսպես հիմնականում երկխոսության միջոցով փորձում ենք հասկանալ բացերը եւ առաջարկել մեր ծառայությունները այս առումով մեր փորձը փոխանցել, թե ինչպես կարելի է որոշակի մեխանիզմներ ներդնել, որպեսզի եթե լինի նման իրավիճակ առաջիկայում հնարավոր մաքսիմալ կանխել հետագա անհետացումները մարդկանց եւ հեշտացնել նույնականացումը աճումների։ Ճշտում է կարելի է գերիների եւ ռազմագերիների կարելի խաչի ցուցակներով ինչքան հոգի է ճշտում։ Մենք ենք հրապարակում որևէ վիճակագրություն կապված գերեվարված անձանց հետ, մենք միայն կարող ենք հաստատել գործընթացը, որոնք ունենք առկա կապված այդ անձանց հետ մեր աշխատանքի, ասեմ, բարբերական տեսակցությունների, իրենց ընտանիքների հետ կապի հնարավորության տրամադրումը, սա ընթացիկ գործընթաց է, սակայն թվերի հետ կապված մենք այստեղ բավական փակ ենք։ Սրա հետ կապված մենք ռուսերեն պատասխանել, հայերեն, օքեյ։ Այս առումով մենք կարող ենք դրա մասին մի փոքր ավելի ուշ խոսել, բայց այս հարցը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է բնականաբար։ Հելենի աճյունը տեղափոխելու հարցով Այս հարցն է մեր օրակարգում, այս պահի դրությամբ չունենք որևէ առաջընթաց, որի մասին կարող ենք հանրայնորեն խոսել, սակայն բնականաբար մարդասիրական աշխատանքի մեր ընդհանուր ծավալում կամ ինչ ասեմ մեր աշխատանքների, մեր ջանքերի թվում նաև այս հարցն է։ Իսկ Բակի Խաչատրյանի թեմայով տեսակցել ենք մենք մի քանի անգամ վերջին տեսակցությունը եղել է օգոստոսի 14-ին, առաջիկայի մասին մենք կարողանանք խոսել, բայց ոչ այսօր։ Եվ մի բան է, այստեղ քանի պատմություն է ներկայացված ու ընդհանուր քանի հոգի է անհայտ կորած հենց անհավի մասից։ Այս սրա հետ կապված ես երևի թե կփորձեմ, ես որ կգիտեմ 18 պետք է լինի, բայց կարող եմ սխալվել, միգուցե մենք կորածները Չէ, պատմությունները, որովհետև մարդիկ այսպես իրենց կամքով են մասնակցել, շուրջ այս առումով կարող եմ երևի ես ճշտել մեր գոլեգաներից, որովհետև ես որքան գիտեմ, որ ճիշտ թիվը ասեմ, երևի պետք է ճշտեմ, առանցին կասեմ 40-50, բայց կոնկրետ ինչքան երևի կասեմ։ 20 թվականի հետևանքում անհայտ կորածներ, որտեղ նույն մարզում կան նաև 90-ականներից անհայտ կորածներ եւ իրենց ընտանիքները եւս այստեղ են Արեկ ջան, մեզ կարող ես տակեցնել քանի հոգի անհայտ կորած Սարմավիրից սանականներից մենք ունենք այդ թիվը։ Քանի հոգի անհայտ կորածներից մասնակցում ա՞։ Չէ, ինչքան հոգի մարզից է։ Դա մարզից կարող է։ Քան 40 Ես քանի պատմություն եմ 18 19-ից 18 ընտանիքը 18 ընտանիքը 19 պատմություն այդ է մերսի շատ է պահը նո դա
ընտանիքից երկու կորա։ Դե երկու աշխատանքով Երկու աշխատանքով չէ։